Այսօր զրուցում ենք տնտեսագետ Հրայր Կամենդակյանի հետ։ Շնորհակալություն, որ մեր հյուրն եք։ Պարոն Կամենդակյան, անցած 2 օրերից Գագիկ Ծառուկյանի մի քանի օբյեկտներ կապարակնքվել են, աշխատակիցները տանն են, չեն աշխատում։ Սա ինչ վնաս է հասցնում տնտեսությանը, երկրի տնտեսությանը, գլոբալ առումով։ Գլոբալ առումով եւ նաեւ տեղայնացնելով հնարավոր զարգացումները, շարունակությունները, եթե այդպեսի կլինեն, պետք է ասենք, որ ցանկացած ոստիկանական, հատուկ ծառայության, ցանկացած ուժային կառույցի մուտքը, ցանկացած տնտեսական օղակ դա խաթարում է տնտեսական գործունեությունը։ Սկսենք դրանից։ Այդ կապարակնքելու ցավը դա սովետական, այն խորհրդային, այն ամենավատ սովորույթներից մեկն է։ Հիմա զարմանում եմ երիտասարդ մարդիկ, այդ սովետական այդ ամբողջ աղբը, այդ կապարակնքելու ցավը իրանց մեջ որտեղից են գեներացրել։ Հետո այստեղ մի կարևոր խնդիր կա։ Եթե կատարում է ուժային գործողություն, այդ ուժային գործողություն կատարողները, երբ որ մտնում են տնտեսական բնույթի արդեն իբր հանցագործություններ, ստվերային շրջանառություններ փնտրելու իրենց ծիրի մեջ, այս մարդիկ գոնե պետք է իմանային, որ տնտեսական վեճի արդյունքում առաջացած այս կատակլիզմը, չէ, իրանական ինչ-որ քաղաքացու եւ մուլտիգրուպի միջեւ սա տնտեսական վեճ է։ Եվ այդ տնտեսական վեճի մեջ գնացել կապարակնքել, փակել, աշխատակիցներին հանել, ավտոմատը ո՞րն է տնտեսության մեջ։ Ավտոմատավոր մարդիկ ինչ գործ ունեն քաղաքում, ով է հարձակվել քաղաքի վրա։ Տեսեք, պարոն Կամենդակյան, սա զուտ մեկ գործարարի խնդիր է, թե մակրոտնտեսական լուրջ ցնցման հետ գործ ունենք։ Որոնք են գլխավոր ռիսկերը այս փուլում։ Ռիսկերը պետք է գնահատել հետևյալ կերպ, որ չափով է մուլտիգրուպի գործունեությունը հանդիսանում փոխկապակցված տնտեսության առանձին բնագավառների հետ։ Բնագավառներից առաջինը պետք է հեռու չգնալ, դա ցեմենտի արտադրությունն է եւ ցեմենտի հետ փոխշահկապակցված շինարարական ինդուստրիան։ Այսօր արդեն օրվա երկրորդ կեսից թույլատրվել է Արարատ ցեմենտի աշխատանքը։ Փաստորեն մենք ունենք Արարատ ցեմենտի այդ աշխատանքին, այսպես խանգարող, գործունեությունը խաթարող մեկ պաշտոնատարանց եւ ունենք մեկ պաշտոնատարանց, որը մեկ օր անց հասկացել է, որ սա անելու բան չէ։ Ուղղակի հարված է տնտեսությանը։ Ուղղակի հարված է տնտեսությանը։ Եթե թվերով խոսենք, կարող եք ասել մոտավորապես տնտեսությունը ինչքանի վնաս է կրում այս պահին, երբ չեն աշխատում մնացած օբյեկտները։ Տնտեսության վնասները գնահատելու համար մենք պետք է առաջնահերթ վկայենք, որ մուլտիգրուպի մեջ մտնող ձեռնարկությունները դրանք 1000 հարկատուների, խոշոր հարկատուների ցուցակի մեջ են մշտապես։ Այսինքն մենք գործ ունենք մի այնպիսի հարվածե տնտեսական սուբյեկտներին, որոնք 1000 հարկատուների մեջ են եւ պետք է մենք հիմա ասենք հանրությանը, այս մարդիկ ինչքան հարկ են տալիս։ Հարկերը մոտավորապես մեն Արարատ ցեմենտը, որը որ այսօր թույլատրեցին, որ մեկը վերջի այդ խելացիներին բացատրել էր, որ չի կարելի տնտեսությանը մոտ գալ անգրագետ միտումներով, կապարակնքելու ցավով մեծագույն։ Մեն Արարատ ցեմենտը անցյալ տարի, եթե չեմ սխալվում, մոտավորապես 6 միլիարդ դրամի հարկեր է ապահովել պետական բյուջե։ Եթե մուլտիգրուպի մնացած բոլոր այս սեգմենտները, տնտեսական ձեռնարկությունները փոխկապակցված, եթե դրանց միասնական դուրս հանենք հարկային մուտքերի ծավալը, դա տարեկան կարող է կազմել 17-ից 19 միլիարդ դրամի կարգի։ Հիմա բայց այստեղ մենք կարևոր խնդիր ունենք։ Մենք խնդիր ունենք, որ այս հարվածները երբ որ հասցվում է, սա հարված է։ Սա կարելի ասել անտրամաբանական հարված է, որտեղ տնտեսական վեճի պարագայում ձեռնարկություններ փակելու փոխկապակցության, այսպես ասած կասկածի կամ միտումի հետ կապված ձեռնարկություն փակելը դա ամենավատ բանն է։ Այստեղ տեսեք ինչ հարցեր են առաջանում։ Առաջանալու են աշխատակիցների հետ կապված հարցեր, աշխատակիցների սոցիալական երաշխիքների հարցեր, եկամտահարկի վճարման հարցեր, ուղիղ պետական բյուջե, դրանից բացի վնասի փոխհատուցում։ Հիմա մենք կարող ենք այսպես մի հարց տալ,
այդ Արա ցեմենտի վառարանը, որ պիտի անընդհատ աշխատի եւ այնտեղ այդ հումքը չպիտի կպնի սարի, մի խոսքով դա դոմնային վառարանի պես մի բան է, այդ պատտվող մեծ գլանը, որ պատտվում է, սա կանգնեցնելը մեծ շատ մեծ վնասներ հասնում ձեռնարկության։ Ձեռնարկության ենթադրենք իրավական խումբը, որը որ ձեռնարկության իրավական օգնություն է ցուցաբերելու, կարող է հայցով մտնել դատարան եւ բնականաբար պետք է դատարանում ներկայացնել, որ մարդիկ պարզապես եկել են տնտեսության կապ չունեցող մարդիկ փորձում են խաթարել տնտեսական գործունեությունը եւ բնականաբար վնասը պետք է փոխհատուցվի, բայց վնասը փոխհատուցելը ոչ թե այդ առանձնյակները, ովքեր այդ գործողությունները կատարում են, այլ պետական բյուջեն։ Իսկ պետական բյուջեն դա մեր ծախսերի եւ եկամուտների օրագիրն է։ Մարդկանց պետք է մենք դա բացատրենք, որ այդ կարգի ոչ տրամաբանական վրեժխնդրության այս օպերացիաների ծախսը, գինը, գումարը տալիս են հարկատուները։ Տնտեսագիտական տեսանկյունից քննչական գործողությունները պետք է ենթադրեն գործող արտադրության լրիվ կանգնեցում։ Ընդհանրապես միջազգային պրակտիկայում ինչպես է դա տեղի ունենում։ Երբ կանչում են, ասենք, սեփականատիրոջը քննություն է ընթանում, հարցաքննության, հաստոցները պետք է կանգնեն։ Իհարկե ոչ։ Ինչի մասն է խոսքը։ Ես ձեզ մի բան ասեմ։ Մեր հյուսիսային հարևաններից մեկը 20 քանի տարի առաջ, երբ որ յուկոսի այդ ամբողջ կայսրությունը որոշել էին քննեն, կապարակնքեն, այս անեն, այն անեն, չգնացին դրան։ Խադարկոսկու Ռուսաստանի մասին է խոսքը։ Այո, Ռուսաստանի մասին Խադարկոսկու հետ կապված այդ ամբողջ process ընթացքում նավթա վերամշակման, այդ նավթ արդյունահանման բոլոր ձեռնարկությունները աշխատել են, որովհետև որոշում կայացնողները հասկանում են, որ սոցիալական լուրջ խնդիրներ կարող է առաջանալ եւ այդ ձեռնարկությունները ունեն սոցիալական բաղադրիչ իրենց տարածաշրջաններում։ Արան ցեմենտը այսօր արդեն աշխատում է, իսկ ինչ կլիներ, եթե ասենք 1 օր էլ կանգներ այդ արտադրական հսկան, ցեմենտի գնի վրա դա կարող էր ազդել եւ նույնիսկ այս պայմաններում, երբ սկսել է աշխատել, որևէ կերպ դա կարող է անդրադառնալ գնային քաղաքականության վրա, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ հումքը չէ, արտադրանքը արտահանվում է նաև դուրս, արտասահման։ Խնդիրը գիտեք որտեղ է, որ ցանկացած արտահանում պետք է զերծ մնա այդ կարգի միջամտություններից։ Խնդիրը որն է։ Խնդիրը նա է, որ կառավարության նույնիսկ նիստի ընթացքում, որ իհարկե ես չեմ ողջունում, սկսում են հարց ու փորձով իրար հետ խոսալ, քանի հատ պամիդոր ենք արտահանել, ծաղիկը ինչ եղավ, կերասը ինչ եղավ, այս ինչ եղավ։ Այմարդ այդ կերասը, ծաղիկը, այն մնացած մյուսները, դրանք արտահանման մեջ այդ կարգի մեծ գումարներ չեն։ Եվ բնականաբար մաքսատուրքեր, ավելացած արժեքի հարկ, այս ամեն ինչը արդյունաբերական մասշտաբի ապահովում էր Արա ցեմենտը։ Հիմա հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ երկրի լոկոմոտիվը վերջին տարիներին հատկապես միշտ նկատում է, որ շինարարությունը ապահովում է, մոտավորապես ապահովում է երկրի տնտեսական զարգացման 10-11%-ը շինարարությունը։ Բայց կարևոր խնդիր է նաև պարտներների հետ, գործընկերների հետ արտահանման բնակավարում ստեղծված լոգիստիկ կապերը չպետք է վնասվեն։ Այն մարդը, ով գնում էր Արա ցեմենտը կապարակնքում էր, այդ մարդը լոգիստիկ կապերը պարզապես քանդում էր այդ պահին։ Տեսեք, դուք ինքներդ էլ քիչ առաջ նշեցիք, խոշոր բիզնեսը ուղղակիորեն անմիջապես կապված է հարյուրավոր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացումների հետ, շղթայի։ Հիմա այս փակումը տվյալ դեպքում ուղղակիորեն հարվածում է միայն մուլտիգրուպի ընկերություններին, այդ ընկերության օբյեկտներին, թե ուղղակիորեն հարվածում են նաև այդ փոքր եւ միջին բիզնեսներին, որոնք բարբերաբար օգտվում են կամ միգուցե սպասարկում են այս կամ այն արտադրությունը։ Հարգելի Կարեն, խնդիրը գիտեք որն է, եթե մենք պետք է քննարկենք որևէ փոքր կրպակի բաց թողնված շրջանառություն, դա իրական թեմայից մեզ հեռացնում է։ Իրական թեման նա է, որ Հայաստանում ներդրումներ կատարող խնդիրը խորքային է, այսինքն մեկ օղակից տուժում են մնացած բոլոր օղակները։ Ես դա եմ ուզում ասել։ Կարևորագույն հարցը նա է, որ Հայաստանում ներդրում կատարելու ցանկություն ունեցող ներդրողները նրանք այս ամեն ինչը կարդում են։
Այսինքն վստահությունը արդեն Այո, պակասում է։ վստահություն եւ Հայաստանում ներդրում կատարողը բնականաբար ինքը չի կարդում, օգնականներ ունի կամ իր վերլուծողներ ունի, այս մարդիկ ասում են Հայաստան մի գնացեք։ Հայաստան մի գնացեք, որովհետեւ մեծագույն ներդրում ունեցող անձնավորությունը Երաշխիք չկա այսինքն։ երաշխիք չունի, որ որևիցե կաբինետում առաջացած թնջուկի պատճառով այդ ամբողջ ստեղծած տնտեսական շղթան չի խաթարվի։ Իսկ գյուղական այդ փոքր քաղաքներում տեղակայված անհատ ձեռնարկատերերի, այդ կրպակները, տաղավարները, այդ ամեն ինչը, այդ շրջանառությունը դրանց ընտանիքը պահողն է։ Միգուցե նրանք չեն աշխատում այդ ձեռնարկությունում, բայց արդեն ստեղծված տնտեսական շղթայի մեջ ունեն իրենց դերը, ունեն իրենց եկամուտները եւ բնականաբար հիմա ստանում են իրենց վնասները։ Այս իրավիճակից ո՞րն է տնտեսապես գրագետ ելքը, ինչ եք կարծում։ Այդտեղ կա մեկ ելք։ Այդ ձեռնարկությունների, այդ կապարակնքված այս ամբողջ գործընթացը պետք է հենց այսօր, հենց այս ժամին, այս րոպեին, երբ որ մենք զրուցում ենք, դա չպիտի լինի։ Արդեն բացվեն։ Պետք է բացվեն եւ բոլորը։ Ես դες մի բան ասեմ, դարձել է այդ դուր գալու միտումը ինչ որ բան կատարելու, ավելի սուր ձևով, ավելի արտահայտ ձևով կատարելու այս խառնաշփոթ միտքը, աչքի ընկնելու այս միտքը նույնիսկ գնաց է հասել է լողավազան։ Ամենից լողավազանում ինչ եք փնտրում։ Այդ ինչ մուտքեր են լինելու, այդ լողավազանում ոչ կանխիկ մուտքեր կան, ոչ էլ բան կան։ Այդ ամբողջը անկանխիկ ծառայություն է։ Հնարավոր է դա անել, ասենք գործի ընթացքին զուգահեռ, ասենք վերահաշվարկն է դա, միգուցե փուլային մարումներն են եւ այլն։ Հարգելի կարելի խնդիրը նա է, որ 2025 թվականին մուլտի գրուպի ձեռնարկությունները ամբողջովին ստուգվել են պետական լիազոր մարմնի կողմից, ՊԵԿ-ի կողմից։ Եվ ՊԵԿ-ի եթե այսօր պարզվող ինչ-որ խախտումներ կան, ապա ՊԵԿ-ի այդ ստուգումը իրականացնող մարդիկ են պատասխանատու։ Ես կարծում եմ, որ այսքան բերել հաստրել են այս օրվան, չէ՞։ Եվ արդյունքում պարզվել է, որ այսքան օրինակի համար X գումար օրինակ չի մուտքագրվել կամ չի վճարվել։ Խնդիրը որն է, մի րոպե, այստեղ կարող խնդիր կա։ ՊԵԿ-ի աշխատանքը հիմա բավականին բարձր մակարդակի վրա է։ Եվ ՊԵԿ-ում կասկածել, որ վճարումներ չեն կատարում, մարդիկ շարունակում են աշխատել, հարկերը չեն վճարում, պետական մուտքերը չեն, նման բան չկա, պարզապես չկա, վստահ եղեք, որովհետև այդ ամեն ինչ կարգավորում է համապատասխան ակտով, պետական բյուջեի հետ պարտավորությունների համապատասխան ակտը ստորագրում են երկու կողմերը, այնտեղ կան նաև բողոքարկելու հնարավորություն, կան այլ ծառայություններ, վերջ-վերջո եթե լիներ որևիցե մի բան պակասող, չէ, դրա համար ՊԵԿ-ը կարող էր իր գործիքը կազմը օգտագործել եւ ինչու՞ չէ, տնտեսվարողը կարող էր դատական կարգով այս ամեն ինչը բողոքարկել։ Պարոն Կամենդակյան, այս իրավիճակում ավելի շատ ով է տուժում, պետությունը, Գագիկ Ծառուկյանը, թե շարքային քաղաքացին։ Այստեղ ամեն ինչ շղթա է։ Սա շղթա է։ Սա շղթա է ու ես ձեզ ասեմ, որ կոնկրետ Գագիկ Ծառուկյանը, որպես տնտեսվարող, չի տուժվելու։ Չի տուժվելու։ Մենք պետք է դատողություններ կատարենք, որ չափով են եկամուտները հանապազորյա հացի հետ կապված։ Այդ քաղաքացիները, ովքեր Արարատ ցեմենտի դիմաց այս մանիֆեստացիա են իրականացնում, միտինգ են անում, այն նրանք են տուժում։ Պետությունն էլ չի տուժում։ Պետություն, որովհետև պետության ծախսերը, երբ որ մենք ուսումնասիրում ենք մեր սոցիալ-տնտեսական հանձնաժողով, մենք տեսնում ենք, որ ծախսեր կան, որոնք բացարձակապես ոչ տրամաբանական են։ Ոչ տրամաբանական են, եւ այդ ծախսերի այդ համադրումը օրինակ կբերեք։ Դու օրինակներ շատ կան, օրինակներ պետական ծախսերի դուրս եկեք, առաջին իսկ ասֆալտապատման, այսպես ասած, փորձը ուսումնասիրեք, առաջին իսկ այդ բորդուրացավի, այն որ բորդուրացավ են կպել, անդադ բորդուրը փոխում են, փոխում են։ Չախոյանանու բլոգեր կա։ Առավոտից երեկո այդ ոչ տրամաբանական ծախսերի մասին անընդհատ նյութեր է տեղադրում։ Ցանկացած նյութը, ցանկացած ուղիղ աուդիտի, անկախ աուդիտի պարագայում այդտեղ կբացատրի մեծագույն խախտումներ եւ յուրացումներ։ Ըստ էության, փաստորեն, այս ամբողջ շղթայի մեջ ամենացավոտ եւ կարելի ասել
դժվար կացության մեջ հայտնվում է շարքային քաղաքացին, ոչ թե պետությունը եւ ոչ սեփականատերը, այլ հենց հասարակ քաղաքացին։ Մենք հանրություն սոցիալական պետություն ենք, ով ինչ ուզում է ասի, ով կառավարման ինչպեսի փորձ է ուզում ներդնի, չէ՞։ Մենք սոցիալական պետություն ենք եւ սոցիալական պետությունը նաեւ նշանակում է, որ եւ եկամուտի ժամանակ սոցիալական հարցերը պետք է առաջին տեղ մղվեն եւ վնասների ժամանակ մենք մտածենք, որ վնասները լինեն առավելագույն քիչ եւ շարքային քաղաքացին, ով է երկրի հիմնական տերն է, շարքային քաղաքացին այս ամբողջ խժդժությունների մեջ պետք է 1 վայրկյան, 1 դրամով, 1 լումայով չդժվի։ Տնտեսական առումով ո՞րն է լինելու սրա վերջնարդյունքը, եթե հարցը արագ չլուծվի։ Նկատի ունեմ բոլոր օբյեկտներին է վերաբերում սա, միայն Արարատցեմենտի մասով չէ։ Ես վստահ եմ, որ առողջ բանականությունը, չէ, այս իմաստով իր դերը խաղալու է եւ աֆեկտի տակ դուր գալու մեկի մոտ, այսպես ասած, պսպղացող հերոս դառնալու ցանկությամբ այդ միավորները, փակողները պետք է ետին պլան մղվեն եւ ինչու՞ չէ, կամ բավականին ողջախոհ մարդիկ, ողջամիտ մարդիկ, նույն որոշումներ կայացնելու շղթայի մեջ, որոնք անպայման կբացատրեն, կհասկացնեն, որ այդ մեթոդները մեր երկրի համար չեն, որովհետեւ մենք մի կարևոր խնդիր ունենք։ Այս ամենից այդ խնդրին է զուգակցվում։ Եթե Հայաստանը այսօր զարգանում է մոտավորապես 5.5-ից 7% տնտեսական ակտիվություն ունի, չէ, Ադրբեջանը չունի հիմա տնտեսական զարգացման 0.1% է։ Եթե մենք աշխատենք եւ մեր երկրում լինի 10-11%-անոց տնտեսական զարգացման գործակից, Ադրբեջանի այս կոլապսի պայմաններում 37 թվականին մեր տնտեսական պոտենցիալը երկու երկրների կհավասարվի։ Հավասար տնտեսական այդ պոտենցիալը նշանակում է, որ մենք ունենանք հավասար չափի տանկեր, հավասար չափի օդանավեր, հրթիռային, զենիթային սարքավորումներ եւ կահավորված դիրքեր եւ ռազմատենչ եւ սպառազինված զինվոր։ Այն մարդիկ, ովքեր հիմա տնտեսությանը հարված են հասցնում, այս մարդիկ հարված են հասցնում այդ տեսլականին, մեր եւ Ադրբեջանի միջև հավասարվելու այդ տեսլականին։ Շնորհակալություն, որ այսօր ժամանակ գտաք մեզ հետ զրուցելու։ Մենք զրուցում էինք տնտեսագետ Հրայր Կամենդակյանի հետ, ցտեսություն։